Անկարայում տեղ ունեցել վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման խորագրով համաժողովը, որի շրջանակներում ուղերձով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ուղերձի շրջանակներում հերթական անգամ տարածքային պահանջներ է հնչեցրել Հայաստանի հարցերին, մասնավորապես նշելով, որ իբրև թե հայկական կողմը 1918-ից 20 թվականների ընթացքում եւ 80-ականների վերջին 90-ականների սկզբին իբրև թե էթնիկ զտում է իրականացրել եւ Հայաստանի Հանրապետությունն էլ, որ նրանք անվանում են Արևմտյան Ադրբեջան, հանդիսանում է նրանց պատմական հայրենիքը եւ 100,000-ավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան այսպես կոչված պատմական հայրենիք։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ։ Բարև պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ֆիքսում ենք, որ Ալիևը հերթական անգամ տարածքային պահանջներ է հնչեցնում Հայաստանի հասցեին եւ տեսեք Արևմտյան Ադրբեջան այդ խոսույթը նա կարծես թե կարողացել է վերհանել դեպի միջազգային օրակարգ, տարբեր միջոցառումներ են տեղի ունենում տարբեր երկրներում եւ ադրբեջանական դիվանագիտությունը կարծես թե այդ ուղղությամբ այդ խոսույթի լեգիտիմացման ուղղությամբ հստակ աշխատանքներ է տանում, ինչ կասեք այս մասով։ Տեսեք, Արևմտյան Ադրբեջան խոսույթը նորություն չէ ընդհանրապես իրականության մեջ եւ ադրբեջանական իրականության մեջ մասնավորի սա մեծ շղթայի այն զիջումների մեծ շղթայի մի առանձին օղակ է։ Եթե չասեմ հիմնարար եւ հիմնական օղակներից մեկը, դա միայն տարածքային նկրտումների մասին չի խոսքը, այլ ֆունդամենտալ ինստիտուցիոնալ հետևողական աշխատանքի, ինչքան էլ տարօրինակ թվա, մեզ համար ոչ թե սա գովաբանական իմաստով է, այլ ընդհակառակը քննադատական հայկական կողմի չարձագանքների, անատամության, անողնաշար մոտեցումների, տգետ քաղաքականության եւ զրոյականի ձգտող դիվանագիտության։ Սա միայն դրա արդյունքն է, երբ որ մի կողմը չի աշխատում կամ իմիտացիոն ցույց է տալիս, որ աշխատում է, ընդհանրապես ունի մեկ գիծ այդ շեշտադրված խաղաղության օրակարգ, խաղաղության պայմանագիր, դրանից բացի, դրանից առավել ուրիշ մանևրելու տեղ այսօրվա իշխանությունները չեն թողել, որովհետև սա նաև դիմադրողականության անկման արդյունք է եւ պատասխան, եթե դիմացինը տեսնում է, որ դու թույլ ես, եթե դիմացինը տեսնում է, որ դու հակոտնյա որևէ քայլ չես անում, եթե դիմացինը տեսնում է, որ դրան զուգահեռ դու չես բերում նույն միջազգային ասպարեզ, շատ ու շատ խնդիրներ, մարդու իրավունքներից սկսած մինչև արցախցիների հիմնարար իրավունքներն ու հարցերը, դա բնականաբար մեծ քայլերով արդեն պիտի առաջ մղի եւ տեսեք նույն Անկարայի այդ ֆորումը, ինչու Անկարա։ Շատ պարզ, որովհետև այս ամեն ինչը հետագայի, ապագայի էլի փոխկապակցվածության, այսպես իրենց տեսլականի, պանթուրքիզմ կուզեք ասեք, թյուրքական պետությունների ուժեղացում կուզեք ասել եւ այլն, սա էլ ստեղծելու է մի նոր աշխարհքաղաքական փոքրիկ տարածաշրջանային իմաստով իրավիճակ, որտեղ դերակատարները արդեն շատ ավելի շատանալու են։ Դա եւ Ռուսաստանի Դաշնությունն է, եւ Իրանն է, եւ Չինաստանն է, եւ Հնդկաստանն է, եւ Եվրամիությունն է, եւ Միացյալ Նահանգներն են, այսինքն հետաքրքրության կիզակետ է դառնում հերթական անգամ Հայաստանը։ Ես առիթով նշել եմ, որ որքան էլ դժվար լինի հասկանալ Հայաստանի ելք դեպի ծով չունենալը եւ այսպես փակ միջավայրում մնալը, այնուամենայնիվ Հայաստանի աշխարհագրական դիրքը ինքնին լայն հնարավորություններ է բացում դիվանագիտական աշխատանքի համար եւ ընդհանրապես ճիշտ դիրքավորման համար, որովհետեւ եթե դու կարողանում ես ճիշտ հաշվարկներ անել, կողմնորոշվել եւ պահը ճիշտ գնահատելով սկսել շարել քո բոլոր ռազմավարական հնարավոր շահերը եւ փորձել այդ շահերը մեկտեղել
այն երկրների շահերի հետ, որոնք բնականաբար անթաքույց դեմ պիտի լինեն այս գաղափարին, որովհետև ինքը իրականության մեջ հարավային հատվածը, տեսեք, այդ միջանցքային տրամաբանությունը արդեն սկսել է Անկարայից շատ ավելի շեշտադրված հնչել։ Կլինի դա միջին միջանցքը, կլինի դա իրենց հենց բարբաջանքի արդյունք որպես Զանգեզուրյան միջանցք է, եկեք մի քիչ եթե հետ գնանք դեպի անցյալ, դուք ինքներդ շատ լավ կհիշեք, որ այդ միջանցքային տրամաբանությունը հենց Ալիևը ինքը խոստովանեց, որ նոյեմբերի 9-յան փաստաթղթում չկա, այնտեղ միջանցք մասով միայն խոսվում է Լաչինի մասին, հա։ Ինքը հենց բերեց ինքը կոմունիկացիան էր կամ ճանապարհ, ինքը դա հենց խոստովանեց, որ ինքը դա բերեց ներմուծեց, ձեր ասած բարձրացրեց նույնիսկ միջազգային ասպարեզ եւ այսօր շատ մայրաքաղաքներից հնչում է նույն այդ տերմինը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Սա նորից ու նորից հայկական կողմի թուլության եւ անողնաշարության արդյունքն է։ Ժամանակին, երբ որ դու չես կարողանում այդ քիմքը հասկանաս, այդ հոտառությունը չունես, թե այս քայլի արդյունքում երկրորդ, երրորդ, չորրորդը ինչ պիտի լինի, կարճատեսել չես, ընդհանրապես չտեսես, հա, այդ չտեսությունն էլ դու գնում ես մի հատ ընդհանուր մի գաղափարի ետևից, որը անիրականանալի է, եթե դու դետալների մեջ չկարողանաս խորանալ։ Այ այդ դետալներն են, որ բերվել են եւ դրա վրա սկսել է կառուցվել արդեն մի ամբողջ գաղափարախոսություն եւ այսօր այո, արդեն անթաքույց ձևով խոսվում է եւ տարածքային պահանջների մասին Հայաստանի նկատմամբ, եւ Զանգեզուրյան այդ միջանցքը օր առաջ բացելու, եւ լարվածության շիկացման հետ կապված նաեւ դերակատարների ազդեցության եւ այլն, այսինքն մենք այսօր հայտնվել ենք ոչ մի բանի կարգավիճակում, մենք ասելով մենք չէ, մենք գիտակից մարդիկ ենք, adekvat դատող, հասկացող, օրվա իշխանությունները իրենց վարած քաղաքականության ծրագրված է սա, միանշանակ ծրագրված է, այստեղ երկրորդ կարծիք չկա, պարզապես քարտերն են սկսել մի քիչ խառնվել, որովհետեւ շատ անսպասելի ձևով Ամերիկայում եղան ընտրություններ, հա, եւ շատ անսպասելի ձևով միջազգային հանրության համար ներմուծվեցին նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, առավել անսպասելի ձևով սկսվեց ռուս-ամերիկյան, այսպես կոչված առաջ դեռ չընկնենք, բայց որոշակի մերձեցման նոր քաղաքականություն, որը միտում ունի կարծես թե ավելի ընդլայնվելու, ավելի խորանալու, գոնե երկկողմ, այսպես հարթակի վրա, եւ արդեն բնականաբար մնացած խաղացողները սկսում են տեղավորվել նոր իրավիճակի մեջ, նոր պայմաններում, ասել ենք արդեն եւ կարծեմ ձեր հաղորդման ժամանակ էլ հնչեցրել ենք եւ համաձայնվել ենք, որ աշխարհը ճանապարհին է նոր աշխարհակարգի կառուցման, այն դերևս այսպես տեսանելի է, շոշափելի չէ։ Գոնե երևում է, թե այս ամեն ինչը ուր է տանում։ Բազմաբևեռությունն է, այո, հիմնական, եթե միով բանիվ մենք գնահատենք, բազմաբևեռությունը պիտի լինի։ Հիմա այդ բազմաբևեռության արդյունքում հիմնական խոշոր դերակատարներին գոնե մենք փորձում ենք հասկանալ եւ պիտի հասկանալ ռազմավարական առումով եւ նաեւ ինչու ոչ մարտավարական առումով ինչ դիրքավորումների մեջ են իրենք լինելու ապագայում։ Այն որ մենք երկնագույն էկրաններից տեսնում ենք, դա դեռ բավարար չէ։ Աշխատանքները շատ ավելի կուլիսային են, շատ ավելի լուրջ ծառայությունների 24/7 աշխատանք է, այստեղ են որ քննարկվելու են հենց դետալները, որովհետև դետալների վրա կառուցվում է ընդհանուր գաղափարը։ Պարոն Մելիքյան, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նա նշել էր, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի կանխվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև էսկալացիան։ Այսինքն կարող ենք արդյոք փաստել, որ Միացյալ Նահանգները գիտեն մի բան, որը որ շարունակաբար Հայաստանի հանրությունից թաքցվում է Հայաստանի իշխանությունների կողմից, խոսքը Ադրբեջանի կողմից հավանական հարձակման մասին է, եթե հաշվի առնենք հենց նույն ձեր նշած այդ ռետորաբանության կոշտացումը, պահանջների ավելացումը եւ սահմանին արդեն 2 ամսից ավել ըստեյության կրակոցները։ Այո, բայց տեսեք, նույն ամերիկյան establishment-ը, եթե մենք վերցնենք ընդհանուր առմամբ իր կառուցվածքով, տեսեք, միջին օղակներում, որտեղ որ հիմնական
այսպես ասենք փոքր դերակատարներն են, ովքեր հիմնական սևագործ աշխատանքն են տանում, կարծես թե մեծ փոփոխություններ չկա եւ որոշակի իներցիոն ուժով շարունակելի է դեռ նախկինում առաջ բերած տարբեր այսպես գաղափարներ։ Ես կարծում եմ, որ այդ զեկուցումների արդյունքում է նաև, որ եթե չի ստորագրվում համապատասխան փաստաթուղթը, եթե միջնորդական առաքելություններ կարծես թե գոյություն չունեն, ամեն կողմը փորձելու է դեպի իրեն ձգի եւ ինչ որ ձևով դերակատարում ունենա, այն էլ նորից եմ կրկնում, ավելի շատ հայկական կողմի ցանկությունն է եղել, որ թողեք մենք նստենք հանգիստ խոսենք, ինչու, այո, ինչու, որովհետեւ էլի թողեք նստեք, բայց երբ որ դու ունես բալանս, քո մոտ խորախորհուրդ խախտված է ռազմաքաղաքական բալանսը քո ողերիմ հարևանի հետ, որին դու թշնամի էլ չես համարում ես հակառակորդ։ Հիմա այդ դիսբալանսի պայմաններում դու նստում ես երկկողմ բանակցության, որտեղ դու ջախջախված ես, պարտվող ես, ձախողված ես, սա ամենակարևորն է, որ մենք պետք է շեշտադրենք, եւ այդ ձախողման արդյունքում բացարձակապես տեսանելի չի այն դիվիդենդները, որ դու կարող ես քաղել այդ բանակցային սեղանից։ Այստեղ միատ պարզ հարց կա քեզ համար լուծելու, որ այս խճճված իրավիճակում ես ոնց անեմ, որ դիմանամ, ես ոնց անեմ, որ պահեմ այս 4 փայտը իմ տակ եւ մնամ իշխանության։ Հիմա դա գին է, որ պետք է վճարես, եւ դա ժողովրդի համար չի, երկրի համար չի։ Դա քո համար է, քո անձն է, քո անձի երաշխիքն է, որպեսզի դու մնաս շարունակական լինես, դու պիտի գնաս այս քայլերը անես։ Դու պիտի զիջես։ Այո, դրա դիմաց կստանաս ինչ որ բոնուսներ, ինչ որ վազնագրաժդենիներ, գնահատականի կարժանանաս կամ արժանացել ես երևի թե արդեն, բայց այս իմաստով դու բացարձակապես բանակցային կողմ չես կարող լինել։ Փաստ Տիրանայի լուսանկարները բարձրացրեք, նայեք այդ խայտարակություններն ու այդ տեսանյութերը, այդ ռեպորտաժները, մնացած ամեն ինչը, ինչ որ տեսանելի է, ինչ որ գոնե մենք տեսնում ենք, այդ գոնե մենք տեսնում ենք։ Դուք պատկերացրեք, որ մենք մի քիչ էլ տիրապետեն ինչ են խոսում, այդ պայջոմզի կոֆե պապյոմ, այդ ինչ է, էլի, տենց խեղճ ու կրակ խնդրում ես, որ մի հատ կարող է տենց շնոր անես, էլի, ինձ հետ նստես սուրճ խմելու ցավալիորեն պրոտոկոլային խորը խախտումներով, այսինքն այդտեղ ուղակի ուզում ես անջատես ուղակի հերոստացույցը, որովհետև ասեմ ձեզ Դավիթ, ամենայն անկեղծությամբ ես 30+ տարվա ընթացքում ես իմ գործընկերները մենք բազում առիթներ ենք ունեցել, տասնյակ հարյուրավոր մասնակցելու թե փակ կուլիսային, թե բաց բանակցությունների երբևէ Հայաստանի ղեկավարը, որևէ մեկը, կլինի առաջին նախագահը, երկրորդը, երրորդը, չի եղել երբեք, որ մեր երկրի ղեկավարը այդ կարգավիճակում հայտնվի, հա, դիմացը նստած ոտքերը լայն չռած այդ սուլթանը, որ էյֆորիայի մեջ դեռ ոտքերը օդի մեջ են դեռ գետնին էլ չի կպել եւ դիմացը տենց խեղճ ու կրակ ինչ որ մեկը, որը եկել է իր ղեկավարին, իր բոսին, իր վերահսկողին, չգիտեմ, ամեն ինչ կարելի է այդտեղ ասել, այդ ինչ որ զեկուցում է, այդ կքած վիճակը, այդ խեղճ ու կրակ, վայ ինձ էլ մի հատ բանի տեղ դրեք, այդ աչքերը, այդ գուզիկ, այդ վիճակը, այսինքն, բա այս ամեն ինչը կողքից մենք էլ ենք նայում եւ այս ամեն ինչը կողքից նայում են ինստիտուտներ, լրջագույն վերլուծական կենտրոններ, այս ամեն ինչը կողքից նայում են նաեւ մեր թշնամիները, նայում են մեր բարեկամները, հասկանում եք, եւ այս ամեն ինչը, այսինքն լավագույն դեպքում որոշ մասի մնում է ուսերը թոթվել, չհասկանալով այս ինչա կատարվում, որովհետեւ շատ դեպքերում նույն այդ մեր բարեկամները պատրաստական են շատ ավելի շատին եւ նույնիսկ այսօր իրենք շատ ավելին են անում, քան օրվա իշխանություններն են անում, հասկանում եք,
Հələ մի բան են ստանում օրվա իշխանություններից, մի խանգարեք այս process-ին, մի մտեք տեղեր, որը ձերը չի, թողեք մենք այս հարցերը մենք ինքներս կլուծենք։ Այդպես դու մնացել ես իզգոյի կարգավիճակում բարի իմաստով, հա, քեզ բանի տեղ լավագույն դեպքում չեն դնի, կամ այդպես մատով կկանչեն եւ համապատասխան ժեստիկուլյացիաներով կբացատրեն որտեղ է քո տեղը, երբ է քո դերը եւ ինչ դու պիտի անես, դու էլ անպայման գլուխը տնտմբացնելով կհամաձայնվես։ Էսա պատկերը, հասկանում ես, եւ ցավում եմ ինչի համար։ Ցավում եմ, որ նույնիսկ այս իրավիճակում այս լրջագույն շարժերի, այս լրջագույն փոփոխությունների մեջ, երբ որ ուղղակիորեն 24/7 ռեժիմով ինտենսիվ բանակցություններ են գնում աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, հա, հիմա դու երբևէ կարող ես պատկերացնել, որ ասենք Հունգարիայում կլինի թուրքական կամ թուրքալեզու այդ պետությունների հավաքը, դիտորդ երկրում հավաք է տեղի ունենում թուրքական պետությունը, ինքը երկիրը քրիստոնյա լինելով, բայց իմանալով նաև Հունգարիայի որդեգրած քաղաքականություն այդ սիրո եւ եղբայրության կապված թե Բաքվի հետ, թե Անկարայի հետ, եւ միևնույն ժամանակ նաև ընդգծված վերաբերմունքը ամերիկյան ուղղության հետ եւ շատ բացասական կեցվածները տարբեր առիթներով միջև իսկ վետո կիրառելու իմաստով Եվրոմիության հանդեպ, այսինքն սա մի օրինակ է, հարյուրավոր օրինակներից, ոնց են տարբեր երկրներ փորձում հիմա իրավիճակը ճիշտ բռնել, ճիշտ հոտառությամբ մոտենալ եւ փորձել հաշվարկների արդյունքում ստանալ մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան իրենց դիվիդենդները սրանից վաստակել։ Բոլորը այդ դիվիդենդների մեջ են, ինչ շատ փայ կարող են ունենալ, վաղվա այն մեծ սեղանի շուրջ իրենց ասելիքը եւ իրենց տեղը որտեղ պիտի լինի, եւ այդ իմաստով առաջիկա 10, 20, 30 տարիների համար ինչ պիտի գծեն, որպեսզի իրենց երկիրը դրանից շահի։ Ինչու, որովհետև բոլոր երկրները ունեն ազգային օրակարգ, national agenda։ Հիմա այդ national բառը ջղաձգում է առաջացնում հայկական իշխանությունների մոտ, որովհետև այդ nationalistic-ը խառնել են իրար, այսինքն այդ ծայրահեղականությունը եւ ազգայինը խառնել են իրար։ Իրենք բերել են դրել են մի կաթսայի մեջ ու ասում են ազգայինը որն է, որտեղ ազգային բառ կա, պիտի չլինի։ Ինչի, որովհետև նույն այն, որտես նստում են փռված եւ քեզ կարգադրում են, թե դու ինչ պիտի անես, այդ սիգնալները դու ստացել ես արդեն։ Այդ ինստրուկցիան եկել է, հանձնարարականը դու ունես, դու պիտի կյանքի կոչես։ Ինչ ձևով պիտի կյանքի կոչես, արդեն քո հայացողությանն է դա մնում։ Սրանք էլ վերցնում են, դա փորձում են կյանքի կոչել, բացարձակ չհասկանալով ընդհանրապես ինչ բան է երկկողմ բանակցություն, ինչ բան է բանակցությունների հոգեբանություն, ինչ բան է բանակցությունների փիլիսոփայություն, ինչ բան է ընդհանրապես դիվանագիտություն ու դիվանագիտական գործիքակազմ, ինչ կարող ես օգտագործել, ինչ տնային աշխատանքով ես դու գնում, որն է քո տնային աշխատանքը, սուրճ առաջարկել է, որ քեզ էլ ասեն սպասի, ես հələ գործեր ունեմ, վերջացնեմ, գնա այդ սուրճի գլխին կանգնի, որ անկարծ չթափի, հետո լավա չեն ասում, կլցնես, կբերես, որ միասին նստենք խմենք, չնայած երազում են երևի, որ այդ պահն էլ լինի, որ իրենք այդ սուրճը կարողանան մատուցել։ Ես ցավով եմ սա արձանագրում, Դավիթ, եւ նորից ու նորից մենք կորցնում ենք մեր ժամանակը, հաշված է, հասկանում եք, մենք իսկապես կորցնում ենք այդ շատ թանկ ժամանակը, իսկ նմանատիպ դեպքերում ընդհանրապես արտաքին հարաբերությունների մեջ, միջազգային հարաբերությունների մեջ ժամանակը կարևորագույն գործոն է, որը մենք կորցնում ենք։ Շատ դեպքերում կորցնում ենք անդառնալիորեն։ Էսա ցավը։ Արևմտյան պարբերականներից մեկը գրել էր, որ լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ Դոնալդ Թրամփը հասկացել է, որ Պուտինը չի պատրաստվում այս փուլում կանգնեցնել պատերազմը եւ ըստ էության Թրամփի ծրագիրը արագորեն դադարեցնել Ուկրաինայում արյունահեղությունը չի լինում իրագործել։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, որ
Բանակցություններ են շարունակվում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, որը բնականաբար դուր չի գալիս Իսրայելին եւ կա հակասություն Դոնալդ Թրամփի եւ Բիբի Նեթանյահուի միջև։ Ըստ ձեզ հիմա աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում ռուս-ուկրաինական ճակատում եւ Մերձավոր Արևելքում։ Տեսեք, այն նախընտրական խոստումները, որ տրվեցին Թրամփի կողմից եւ հետագայում դարձան վարչակազմի հիմնական ուղենիշները եւ քաղաքականության հիմնարար սկզբունքները, դեռևս ընթացքի մեջ են, սակայն այսպես շոշափելի հաջողություններ դեռևս չեն գրանցել։ Շատ ակներև է, որ իսկապես աշխատում են, շատ ակներև է, որ գոնե վարչակազմի ներսում կա խորը վստահություն եւ այդ գիծը իրենք կարողանում են պահել, բայց ամերիկյան ժողովրդին էլ պետք է նաեւ որոշակի արդյունքներ։ Ինչու, որովհետեւ ինքը շատ ավելի հետագայում պիտի սլաքները ուղի դեպի ներքին իրավիճակ։ Այդ առաջինը Ամերիկա կարգախոսը որ կա, այո, ինքը ունի այդ միտումը, գաղափարը, որպեսզի կարողանա հիմնականում կենտրոնանալ ամերիկյան տնտեսության վրա, ինչու ոչ նաև որպես գործարար մարդ, որպես գործարար ուղեղ ունեցող մեկը, իհարկե մեծ հաջողություն է գրանցվել ծոցի երկրներ կատարած ուղևորության մասով, Սաուդյան Արաբիան կլինի, Կատարը կլինի, Արաբական Միացյալ Էմիրությունները կլինեն, մարդը լրջագույն ներդրումային փաթեթով է վերադարձել այնտեղից։ Հիմա այդ ներդրումներին հասնելու համար դու պիտի կիրառելի գործիքներ ունենաս։ Եվ այստեղ խնդիրը միայն նա չի, որ ինչ կասեմ, դուք դա էլ կանեք։ Որտեղ արդեն շատ վաղուց նույն ծոցի երկրներում իշխանության են եկել այսպես նոր սերնդի ներկայացուցիչները, որոնք հրաշալի պատկերացնում են ինչ բան է արտաքին քաղաքականությունը եւ ինչ բան է դիվանագիտությունը եւ նաեւ հրաշալի պատկերացնում են ոնց կարելի է իրենց ստացած եկամուտները ճիշտ ձևով տեղավորել աշխարհի տարբեր երկրներում։ Հիմա այստեղ լրջագույն հաջողություն է գրանցվել, որքան ես հիշում եմ նորագույն պատմության մեջ երբեք չի եղել, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարը, նախագահը որևէ երկիր այցելությունից հետո վերադառնա 2-ից ավել տրիլիոն խոստումներով, ներդրումային փաթեթներով, պայմանագրերի բավականին լուրջ բազայով եւ սա հետեւողական աշխատանքի արդյունքում ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ ամեն ինչը իսկապես լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան տնտեսության վրա։ Եւ այստեղ խնդիրը նա չի, որ ինչ որ զիջումների դիմաց է դա ստացել, այլ այդ նոր գաղափարն է, որ ինքը բերել է ներս եւ ելի նույն որոշակի խաղաղասիրական, խաղաղարարական մոտեցումներն են, որ իսկապես ինքը ուզում է գոնե այս շրջանում, իր նախագահության շրջանում, գոնե այդ թեժ կրակային կետերը գոնե առժամանակ դադար առնեն, որի շնորհիվ հնարավոր է նաև տնտեսությունները վերականգնելու մեխանիզմները շատ արագ ձևով մտածել։ Այո, այսօր կա այդ ճնշումը նաև ներհասարակական ամերիկյան ի նկատի ունեմ, որովհետև տվել ես խոստումներ, ասում էիր, որ 24 ժամում կլուծես, 1 ամսում կլուծես, բայց կարծես թե սա էլ այդքան էլ տեղից չի շարժում, չնայած այդ բանակցությունները նորից եմ կրկնում շատ ինտենսիվ են, շատ դեպքերում ես ձեզ վստահեցնում եմ, մեզ համար տեսանելի չեն, սա հենց այն կուլիսային աշխատանքն է, որը շատ դեպքերում ուղղակի չեն բերում կամ չեն լուսաբանում, որովհետև այդտեղ է կատարվում ամբողջ նախապատրաստական աշխատանքը։ Այո, Թրամփին որոշակի բեկում անգլերեն այդ breakthrough-ն անհրաժեշտ է։ Այո, հետաքրքիր զարգացումներ են նաև Իրանի հետ։ Հիմա իրանական ճակատը կլինի միանշանակ դուր չի գալիս Իսրայելին եւ նաև Թրամփի առաջարկած գազայի մասով մոտեցումները կարծես խախտվում են նույն Բիբիի կողմից եւ այստեղ ես որոշակի ճաքեր տեսնում եմ։ Հիմա դա ինչպես կկարգավորվի, արդյոք հրեական ճնշումը կմեծանա ամերիկյան վարչակազմի վրա, արդյոք
Իսրայելը իրեն բնորոշ ձևով ինքը այսպես միակողմանի որոշումներ կփորձի կայացնել, որտեղ եկեք չմոռանանք, որ այնտեղ կա նաև նույն սիրիական գործոնը, որտեղ բավականին լարված իրավիճակ է, ընդհանուր քաղաքացիական պատերազմի, այսպես ներքին քաղաքացիական պատերազմի եզրին կանգնած իրավիճակ է, այստեղ շատ լուրջ խաղացողներ են նույն թուրքական իշխանությունները, Ֆիդանի եւ նաեւ Էրդողանի մասով Իրանը բնականաբար նույնպես ունի իր հետաքրքրությունները, այնպես որ այս թնջուկը գնալով շատ ավելի է խորացել։ Ես մեծ հույս ունեմ իսկապես, որ որոշակի բեկումնային հատվածական դրվագներ այնուամենայնիվ մենք կունենանք։ Գիտեք, դուք չեք կարող մի ամբողջ աշխարհ սպասում ասենք հեռախոսազանգի երկու մեծերի կողմից նկատի ունեմ Թրամփին եւ Պուտինին եւ երկուսն էլ կարծես թե բավականին նորմալ են գնահատում եւ արդյունավետ են գնահատում։ Կարևորը որ կա խոսակցություն։ Առաջ սա իսպար չկար։ Միգուցե ինչ որ իմաստով հատուկ ծառայությունները բնականաբար վերջի միջուկային գերտերություններ են եւ այս իմաստով այդ կապը երբեք էլ չի դադարում։ Այսինքն հատուկ ծառայությունները մշտապես այդ կապը կարողանում են պահպանել։ Բայց հիմա բարձրացվել է մակարդակը, upgrade է եղել եւ փորձում են այնուամենայնիվ հասնել մի կետի, որտեղ պիտի կայանա վերջի այդքան երկար սպասված Պուտին-Թրամփ հանդիպումը։ Պարզապես երկուսն էլ հրաշալի հասկանում են, որ հանդիպելու համար ինչ-որ պրոտոկոլային իմաստով նկարի համար բնականաբար այդ քայլին չեն գնա, հասկանալի պատճառներ, որովհետև իրավիճակը բավականին լարված է եւ խորն է։ Եվ այստեղ նույն խնդիրն է, հա, տեսեք, այսպեսի զուգադիպությամբ ուղղակի ասեմ, Զելենսկին ոչ մի բան չի որոշում։ Խնդիրը սա է, հասկանում եք, նույն խնդիրն է մնալու համար այդ աթոռին, քեզ կպահենք այդ աթոռին, բայց դու պիտի լսես, ինչ պիտի անես։ Տեսեք, ինչ են ուզում ձեզ կողմերը, ինչ է ուզում Զելենսկին, ինչ է ուզում Եվրոպական միությունը, ինչ են ուզում վերջերտ Թրամփը եւ Պուտինը։ Մի քիչ բան, շատ ծավալուն ինքը հարցը, բոլոր ուզում են իր շահը։ Սա միանշանակ է, եվրոպական մասով կա ընդգծված հակառուսականություն, հակառուսաստանություն, ինչքան էլ որ ասեն սա Պուտինին դեմ է ուղղված իր վարչակարգի եւ այլ, այնուամենայնիվ այդ հակառուսականությունը այնքան խորն է, անվտանգության նոր մոդելի փնտրտուք։ Անվտանգության նոր մոդելի փնտրտուք։ Հիմա դա ՆԱՏՕ-ին ալտերնատ պիտի լինի, դա միայն Եվրոպայինը պիտի լինի, արդյոք իրենք ունեն այդ ռեսուրսը, որպեսզի կարողանան նմանատիպ անվտանգության նոր այսպես մի կառույց ստեղծեն եւ այդ կառույցը ոչ միայն կենտրոնացած լինի եվրոպական անվտանգության վրա, այլ աշխարհում ինքը դերակատարում ունենա։ Բնական է, որ իրենց նկրտումներն էլ, իրենց ամբիցիաներն էլ շատ ախորժակները շատ է եւ միայն տեղայնացված դա բնականը չեն օգտագործի, այսինքն տարբեր մայրցամաքների պիտի նայեն, արդյոք այդ հնարավորությունը իրենք կունենան։ Արդյոք եվրոպական բանակները պատրաստակամ են կամ կարող են գոնե տեսանելի ապագայում այնքան զորավոր լինել, որպեսզի կարողանան մարտի դաշտում կամ տարբեր տեղեր խնդիրներ լուծել։ Հիմա տեսեք, ես այսօր օրինակ լրահոսով աչքիս ընկավ, որ Լեհաստանը, որ կարծես թե հենց ուկրաինական այսպես բեքափն է, հա, այտենց ամեն ինչ ամրոցային իմաստով պահողը, սնողը եւ այլն, իրենք հրաժարվում են զորք ուղարկել Ուկրաինա։ Հասկանում եք, դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարություն է արվում, որովհետև հաշվարկներ կան, արկածախնդրության որևէ մեկը չի ուզում գնա։ Երբ որ սկսվեց որոշակիորեն դասավորվել Թրամփ-Պուտին երկխոսությունը, տեսակ թե ինչպիսի փոփոխություններ սկսվեցին եվրոպական տարբեր մակարդակներում։ Նախ ես վստահ չեմ, որ Եվրոպան ունիսոն է։ Եվրամիությունը նկատի ունեմ, ամբողջ, այո, մեծավ մասամբ իրենք նույն գաղափարի ետևից են, իհարկե իրենց լոկոմոտիվներով 3 Գերմանիա, Ֆրանսիա եւ Բրիտանիան էլ չդիտարկենք որպես Եվրամիություն, բայց այնուամենայնիվ իր բավականին լուրջ խոսքը ունի, բայց կա օրինակ Հունգարիա, կա օրինակ Սլովակիա, հասկանում եք, եւ կան երկրներ, որոնք արդեն սկսում են երկմտել, որովհետեւ այս ամեն ինչի արդյունքում իրավիճակ պիտի փոխվի։
եւ դու վաղը պիտի որոշակիորեն պատասխան տաս քո այն արկածախնդրությանը, ինչին դու գնացել ես, իսկ դա քեզ ձայներ է արժանալու եւ դու իշխանություն ես պարզապես կորցնելու։ Սա է խնդիրը, դրա համար ծանր ու թեթևային հաշվարկը շատ է։ Գայթակղությունը շատ մեծ է այս կողմից հրահրելը եւ ասելը, չէ, միջև Ուկրաինան չհաղթի, միջև Ռուսաստանը կապիտուլյացիայի չենթարկվի, չի կարելի այս ամեն ինչը դադարեցնել։ Բայց իրենք էլ չէ, պարզ հասկանում են, որ նախ այդ զենքն ու զինամթերքը անվերջ չի, կա ինչ-որ մի հատ գիծ, որտեղ դու պիտի կանգնես վերջի վերջո արդեն տեղից սկսում է հենց քո երկրի անվտանգությունը եւ այդ զենք ու զինամթերքը առաջին հերթին հենց քեզ է հարկավոր լինելու, եթե իրավիճակը իսկապես այդքան սրվի։ Այնպես որ իրենք հիացած չեն, ուրախ չեն ամերիկյան այդ մոտեցումից, ես համարում եմ, որ ինչ որ X պահի իրենք պիտի գնան այդ քայլին եւ պիտի հասկանան, որ շարունակերը իսկապես արկածախնդրությամբ լի է, իսկ շարունակությունը միշտ այդպես է, չէ, երբ որ գալիս ես մի մակարդակի ես հասնում, չես ուզում կանգնել, հետո ավելի շատ ես սկսում կորցնել։ Նույն իրավիճակը մենք ունեցել ենք Արցախում, իդեպ։ Սա է ամբողջ խնդիրը եւ հիմա Զելենսկին նույն հետաքրիր զուգադիպությամբ ինքը ոչինչ չի որոշում, իրեն ասում են պիտի շարունակես, ինքը շարունակում է, ինքը այս կողմ են կողմ ընկած ինչ որ զենք է խնդրում, օգնություն է խնդրում, դուք որ չտաք, մենք կպարտվենք, որ մենք պարտվենք, ռուսները գալու են վերցնեն ամբողջ Եվրոպան, չկա այդպիսի բան եւ չի կարող լինել այդպիսի բան, պարզ պատճառը, որովհետեւ այն պայմանները, որ շատ հստակ ինստիտուցիոնալ առումով դրված են ռուսական կողմից, թղթի վրա են եւ կան։ Եվ այդտեղ տողատակեր բացարձակապես չկան, վերջի վերջո սա միջև ուր է գնալու։ Եթե առաջին հայացքից զիջում է թվում եւ դու պիտի զիջես, իսկ որ դու պիտի զիջես, այստեղ երկրորդ կարծիք չկա այլևս, որովհետեւ ժամանակին դու կարող ես այդքան չզիջել եւ հասնել որոշակի հաջողություն։ Չարեցիր, սխալը հետևից թույլ տվեցիր, այսօր ունես մի ավելի վատ իրականություն, որը չի բացառում, որ վաղը շատ ավելի վատն ես ունենալու։ Այսինքն սա միտեղ պիտի կանգնի։ Հիմա այդ հրադադարային պատերազմը ճակերտավոր, հա, 30 օր, թե պերմանենտ, թե 3 օր, թե չգիտեմ, այս իմաստով սա իհարկե խորը անվստահության մթնոլորտն է, որ երկու կողմում էլ կա։ Իհարկե հերոյ են բավականին իրենց դիրքորոշումներով, հիմա սա մերձեցնելու, սա մոտեցնելու դերակատարումը որոշակիորեն ստանձնել են Միացյալ Նահանգները։ Հիմա ինչ որտեղ տնտեսական սպառնալիքներով, ինչ որտեղ սանկցիաների սպառնալիքով, ինչ որտեղ ուժի սպառնալիքով, ինչ որտեղ համոզելով, ինչ որտեղ փորձելով, որովհետև ինքն էլ իր հերթին պիտի գրանցի իր հաջողությունը։ Սա պիտի կանգնի իր համար, վաղ թե ուշ, այո, ես համոզված եմ, որ Թրամփը շատ անկեղծ է իր մղումներին ասելով, որ մարդիկ են զոհվում եւ զոհվում են իզուր։ Ամեն օր բերում են նոր հազարավոր զոհեր։ Այս արյունահեղությունը պիտի կանգնի։ Այո, ինքը հակված է տարբեր, այսպես թեժ կետերում կրակը բերել գոնե ինչ որ մարման կամ այդ մարմանդն են ասում, հա, կներեք իհարկե ժողովրդական խոսքի համար, ինչ որ մարմանդ վիճակի, որովհետև լիարժեքորեն հանգցնել, պարզ է, որ դա անհնար է լինելու։ Հետագայում ինչպես կդասավորվեն, ինչպես կխոսեն, ինչ արդյունքներ կունենան փոխադարձ, սա հետագայի հարց է։ Հիմա պիտի դադարեցվի այս ամեն ինչը եւ դրա արդյունքում արդեն ինքը ավելի իր կենտրոնացումը պիտի տանի ներամերիկյան վիճակներ։ Շատ վատ է նաև մեզ համար այն իմաստով, որ ասում են աստղերն էլ չեն դասավորվում, այսինքն մեր կամքից անկախ էլ հնարավոր են զարգացումներ, որ ուղղակի բացասական ազդեցություն պետք է ունենան մեզ վրա, եւ այստեղ է, որ նորին գերազանցություն, դիվանագիտությունը պիտի աշխատի, որն էլ չկա, Դավիթ։ Չկա պարզապես եւ սա միայն խոսքեր չեն։ Հետևեք ինչ են խոսում, ինչ նախադասություններ են կազում, ինչով են զբաղված հայ դիվանագետները, նայեք իրանց Facebook-յան էջերը, ամեն ինչ պարզ կդառնա։ Այստեղ աշխատանքա պետք լրջագույն, շատ ծանր, շատ պատասխանատու, այդ պատասխանատվությունից են փախել եւ ընտրել են հեշտ ճանապարհը։ Իսկ հեշտ ճանապարհը զիջելն է, հանգիստ է, չխփեք, չկրակեք, հիմա ինքը տենց ամբողջ աշխարհին խոստացավ, չի ասաց չի լինելու պատերազմ։ Այսպես նախադասություն է կազմել,
վարչախմբի ղեկավարը Հայաստանի։ Չի լինելու պատերազմ, մոռացեք։ Ընդդիմություն դուք ուզում եք պատերազմ, մենք ուզում ենք խաղաղություն։ Ես ձեզ պատասխանատու ձևով կամ անպատասխանատու ձևով, որտեվ իր ցանկացած բառի առաջ Տ պիտի դրնես մերժողը, ԱՆ պիտի դնես հակառակը, այսինքն հականիշներով, եթե վերցնենք բոլոր իր հայտարարությունները, դրանք են իր հայտարարությունների իմաստը։ Մնացածը ուղղակի, այսպես ասենք, հեքիաթային աշխարհից է կամ նորից ու նորից Գյուլնա ստատի հեքիաթներն են, որ փորձում են այս խեղճ ժողովրդի ականջներին նստացնել։ Ժողովուրդն էլ համբերատար, բայց նաև ներքուստ սկսել է շատ պարզ մի բան հասկանալ, որ ինքը խաբված է դուրս եկել։ 18 թվականին խաբվել է, շարունակաբար խաբվում է եւ շարունակելու է խաբվել։ Այսինքն այն զուգահեռ կերակուրները, որ տարբեր այսպես փաթեթավորմամբ մատուցվում են նախկիններ, Թալան, Արուփախ, ռուսներ, էլ 5-րդ շարասյուն, էլ հիբրիդային պատերազմ, այդ հիբրիդային պատերազմ ասող եք, քաղաքական ուժ եք եւ ֆրակցիա եւ ամբիոններից բարձրագույն հայտարարել եք ձեր բոլոր տեսանյութերում կա եւ զուգահեռ անցկացնում եք Պետրոսի երկար հաղորդաշարերի ժամանակ այդ հակառուսական ընդգծված։ Բայց ինչ դեմքերով եք երեք ընդունել եւ այդ դեռ նախագահը չի, էլի, արտաքին գործերի նախարարը։ Այդ ինչ դիֆերամբներ եք, այդ ոնց հանկարծակի տենց արթնացաք, մեկ էլ որոշեցիք, որ Եվրամիության հետ որևէ բանակցություն չեք վարում։ Այդ ինչ տես մեկ էլ արթնացաք, որոշեցիք, որ իսկ ով ասեց, որ մենք հապկից դուրս են գալիս։ Այդ ինչ մի արթնացաք, մեկ էլ տենց հիշեցիք, թե ինչ ռազմավարական փայլուն գործընկեր դուք ունեք։ Այդ ինչ մի տենց արթնացաք ու հիշեցիք, որ այո, ռուսների հետ մենք պետք է խորհասնենք եւ այնտեղ վերաֆորմատավորման ասենց մի հատ նոր ֆրազ ներս բերեցիք, վերաֆորմատավորում չի սպասվում։ Ռուսական բազայի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այդ ինչ դες կծեց կամ այդ ձեզ թվում է, որ տես լուրջ են վերաբերվում ձեզ, հա, ու տես մի քիչ լացեցիք, մի քիչ արցունք կոկորդիլոսի վրաներդ եկավ, ձեզ էլ հավատացին, դուք այլևս անվստահելի եւ անկանխատեսելի, եթե պարտնյոր բառը կարելի է օգտագործել, պարտնյոր եք։ Դուք անգամ գործընկեր չեք, հասկանում եք, որովհետեւ դուք լիարժեքորեն ամբողջությամբ կորցրել եք ձեր վստահության գործակիցը։ Հիմա ինչքան էլ փորձեք հայտարարել, ասել բնական է պիտի հայտարարեք, որտեղ հայտնվել եք ձեր իսկ ձեռքերով Իզգոյի կարգավիճակում, ձեզ ոչ ոք նորմալ բանի տեղ չի դնում։ Հա, մի երկու գեղեցիկ խոսքեր ականջներին ձեր կկախեն, բայց դրանից ոչինչ չի փոխվելու, որովհետև դուք բերեցիք, հասցրեցիք այս իրավիճակին եւ դուք էլ բնականաբար պատասխանատվություն պետք է կրեք այս ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Դիվանագետների համայնքական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանօթագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։